Հայոց պատմության ամենաողբերգական էջի ցեղասպանության օրերն ենք հիշատակելու այսօր հեռուստաթատրոնի եթերում։ Ձեզ ենք ներկայացնելու Պերճ Զեյթունցյանի ստեղծագործության հիման վրա բեմադրված մեծ լռություն ներկայացումը։ Իրադարձությունները, որ տեղի են ունենում 1915 թվականին Մեծաքսորի օրը, ցեղասպան թուրքի եղեռնազոհ մտավորականների պայքարի, նրանց ստեղծագործական կյանքի վերջին օրերի մասին են պատմում։ Մտավորականներին սկզբում ձերբակալում են, հետո աքսորում, կալանավորում ու վերջում դաժանորեն սպանում։ Դանիել Վարուժանն իր կերպարում խտացնում է հայ մյուս մտավորականներին, որ չփրկվեցին թուրքի սրից։ Մի հոգեմաշ ընթացք, որն ավարտվում է դաժան սպանդով։ Դանիելը պայքարում է մինչև վերջին շունչը, առանց հուսահատության։ Վարուժանն իր վրձինը թաթախում է հայրենի հողի որդան կարմիրի մեջ, վերածնվում ու հայ ցավը ներկայացնում որպես անմռունչ պայքար վաղվա գալիքի համար։ Դանիելի համար հայ լինելը ճակատագիր էր, ու հայ ժողովուրդը պետք է ապրեր կործանումից ելք որոնող մաքարումի ուժով։ Գրողի ընկերները պատմում են, որ Դանիելը անգամ աքսորի օրերին անընդհատ կարդում էր ու գրում, ապրում ապագայի հզոր երգ գրելու բաղձանքով։ Ես պետք է մեռնեմ Հայաստանի պատկերը բիբերիս մեջ, եւ Դանիելը գնում է դեպի մահը, հացի երգով, գովերքելով մշակի վաղվա խաղաղ աշխատանքը։ Ու հայը պիտի ապրի հակառակ իր դահիճների։ Եվ Վարուժանը մաքարում է իրեն չզատելով սովորական մշակից, փոքրիկ երեխայից, որ հետո պիտի թուրքի յաթաղանի զոհը լինեին։ Վարուժանն արկայծող ճրագը ձեռքին գոչում է. ամեն նահատակված մանուկի դիմաց մեկ երգ, միայն այսպես կարող ես վրեժդ լուծել։ Մեծ լռությունը խախտվում է Վարուժանի ընդվզումով, պայքարող գրչով, ճիչը, որ արձակվում է Դանիելի սրտից, վերհառնումի, ապրելու հույս է տալիս եղերական ճակատագրով հային։ Օսմանյան Թուրքիայում ինչպիսի արվեստ, գրականություն ու մշակույթ է ունեցել զոհ դարձած հայ ժողովուրդը, եւ ներկայացման մեջ թուրքը հեգնում է հային, մեր ձեռքերն արյունոտ են, եւ մենք հպարտ ենք դրանով։ Իսկ հայ ժողովրդի մեծ մեղքն ի սկզբանե այն էր, որ դարերով պահպանեց իր կրոնը, լեզուն, մշակույթը։ Ցեղասպանությունից անցել է շուրջ 110 տարի, սակայն այսօր էլ արդիական են հնչում այս տողերը։ Այսօր էլ հայը կանգնած է վերահաս վտանգի, մշակութասպան Թուրքիայի սպառնալիքների առաջ։ Եվ պատմությունն է, որ չի լռում այս մեծագույն ողբերգության մասին, որի միջով անցավ մի ողջ ժողովուրդ։ Ամուր կարճած մնալով անցյալից, այժմ առաջարկում ենք դիտել մեծ լռություն ներկայացումը։ Ծախիր ինձ, ամբողջ ունեցածս գտամ միայն թե դուր ինձ այս թղթերը։ Ախր դուք չգիտեք, թե ինչ սքանչելի բանաստեղծություններ են գրված այս թղթերի մեջ։ Ինչ ես ուզում այ կնիկ, ինչ ես մի քանի քոսոտ ոտանավորի համար ձայնդ աշխարհով մեկ գցել։ Բանաստեղծություն, այս թղթերը ծախում էին, ես էլ առա, իրեն ասա թող նորից գրի, ով է նրա ձեռքը բռնում։ Նա չկա, սպանել եմ, մեղավոր եմ, Տեր Աստված, որ դրժեցի սուրբ պսակին տված երդումս, միասին լալ փորձանքի մեջ, թշվառության, դժբախտության, բայց ես ինչ ունեմ, ինչ, երբ այն ինչ Աստված միացուց, մարդը բաժանեց, ապա լավ կինը կձգեր որ այս հրաշք թղթերում մեջ միս փաթեն, պանիր փաթեն, ձուկ փաթեն, ես չեմ կարող ապրել առանց այս թղթերի, թողեք գոնե թղթերի մեջ նա ապրի, թողեք գոնե այս թղթերի մեջ լսվի նրա ձայնը, ները ինձի, Դանիել, ները։ Ակ մցորան, ափերուտ մեջ տողլեցնեմ, կտրիչ որդիս, գոտին մեջքի, թող մաչակալ բազուկներետ 20 ծուլի արյուն անցնի, և եղևնի քողասագետ 20 տունի սյունը կանգնի, և երբ թիվովն մատներուտ, սերնես քո սերմնցուն, հնձես թիվովն աստղերուն։ Կտրիչ որդիս, գոտին մեջքից, հրաշալի տողը, հրաշալի։ Ուրեմն չէիր հավատար, որ հոսպիտի քիշեր ես այսօր։
Երեխա ես ինչ է Դանիել, քանի ժամ է նույնը կսեք, չձանձրացակ ինձ մե, կուզեք որ տանեցիները կատվածահար լինեն։ Իսկապես Դանիել, չափանցուցիր, չի գիտեր այսքան թեթևամիտ ըլլալդ։ Ոչ, պիտի երթա։ Ուրը վերարգոս, էդ ծեզի գսեմ, ուրը վերարգոս։ Հագարագի պես էլ այսօր սաստիկ ծուրդ է, տեսար ուրիշ ճար չկա հոս պիտի մնաս։ Արաքսի, գաղաչ եմ, խոսք հասկծրու ամուստոտ ուր չի արդեն։ Արաքսի, առաջին անգամ լալով ինձի կտավաջանես, արաքսի կեցի։ Չես կրնալ բրնել, եթե բրնես անմուստով Դանիել չլա, չես կրնալ բրնել, Դանիել, երեխա մի Դանիել, Դանիել, Ինչ կվազես ետևես, քիչ մնիացի, ամոտ է մեծ մարդես, ինչ կվազես ետևես, Դանիել, չես գիտեր, որ ցուցակներ կկազմեն, աքսորի ցուցակներ, եթե չգիտնալ կտևացնես, ապա ինչ կփոխվի, կդրատրից իմանալ է, բոլորը գիտեն, դու ինչ է չգիտես, բոլորը գիտեն, կոնես հիմնեցեք, կոնե ծոցերնուտ մեջ զենք բահեցեք, կմերնիկ կոնե տղամարդու պես մերեք, ինչու կսպասեք, որ հավի պես մորթենն ես։ դու մեզի զենք կսես, ինքդ հացին երկը կգրես, Որուն հանդեպիս նույն բանի մասին կխոսի, օրվա որ ժամու լսես նույնը կգրգնեն, ինչ չար, ինչ կոդորած, չես տեսել, որ 20-րդ թարն է մեր շուրջը։ Ադանայի կոտորածը 20-րդ դար չէր, Ինչ? Արաքսի մի հավը դարասոց, Հագոպ, ես հաստատ գիտեմ, շապատ մարած զոհրապ ու թալյատը ծունք-ծունքի փոքեր խղծած են, պարլամենտին մեջ մենք շատ բարեկամներ ունենք։ Բարև ձեզ, կարելի է։ Ներեցեք, ես անպատեժ ժամի եկա։ ոչ ես հիմա պիտի երթամ, Պարոն Վարուժան, Տիգրան Չոքուրյանը ձեզ ուղարկեց։ Անիկա հավաստի աղբյուրները տեղեկացել է, որ ձեր անունը տարակրյան անձերուն ցուցակներուն մեջ չկա։ Ձեզ չպիտի աքսորեն։ Այսինքն ինչու կսեմ։ Դուք ինձ մեհավեր գիտեք բոլորը։ Չոքուրյանը թուղթեր ուղարկեց, որ ձեր կողք պահեք։ Ուր ձգեմ այս տանոցը։ Ինչու չկա, ինչպես թե չկա, ինչու չկա, իմ անունը տարակիրներու ցուցակին մեջ չկա, դու կհասկնաս ասածդ, Հակոբ մի հավատար ասոր, հավանաբար դու կմտածես, թե մի հավատար, ինչու այդպես կնայես ինձի, բամը ասել, ուշ է արդեն, Դանիել, պիտի երթամ, և դու ուրիշ բան չկտարսելու, եթե միտեղ սպանդը կոտորացել, որում պետք է իմ քրիչս, ես կպատրեմ իմ հացին եկ, Արաքսի բեր թուղթերը, բայց ես ինչ ունեմ, եթե փերանացի գիտեմ բոլորը, Ուր ձգեմ այս ծանրով։ ետ դար, Եվս է պարոն Չոքուրյանին, որ Դանիել Վարուժանին գործերը տարագիրներու ցուսակուն մեջ կա, չի կնա չլալ, այդպես ալ կսես Վարուժանը ինքը կպնդրե մեկը, որունքով կարնա պահտալ իշ թուղթերը, ետ դար, եթե անունը ցուցակներու մեջ չկա, մենք երջանիկ ենք Կա, չի կրնա չլալ, ուրեմն թուրքը քեզ մեկ վախնայինց մեջ չի վախնար, թուն էիր չէ, թուն, որ կհավնեիր, կտրիչ որդից, կոդին մեջքիս, կսեիր չէ, քիչ առաջ կսեիր ինչ հրաշալի տող է, ուրեմն թուրքը այդ տողեն չի վախնար,
Փանաստետուտեն են բոլոր ստորները կվախնան, չեն կնա չվախնան, պիտի որ վախնան։ Քեզ մեղադրող չկա, Դանիել, դա Աստված, որ այդ մարդուն բերած տեղեկությունները ճիշտ է։ Բայց ես չէի գիտեր։ Ես չէի կրակիտ տալով հանդերձանք մեծ խոսին, վախես է, որ այդպես խոսին, գուցե ես շատ ավելի եմ վախծած, իսկ այս տղան եկավ և ծաղրեց իմ վախս, մնաս բարով, և չմոռնաս, որ չարդը, ես եմ պլատ, ես, Դանիել Վարուժանս։ Մնաս բարով, Արաքսի, գուցե վերջին անգամն է, որ կտեսնենք սիրած, մնաս բարով, ասե Դանիելին, որ ես իրեն շատ կսիրեմ, շատ, թուրքն այդ տողեն չի վախնար, կվախնա, չի կրնա չվախնա, պիտի որ վախնա, բանաստեղծութեն են բոլոր ստորները կվախնան, չի կրնա չվախնա, պիտի որ վախնա։ Ները ինձ երեքսի, ես գիտեմ, որ կան բծախնդիր ես հյուրընկալության հարցերուն մեջ, ները, որ խայդարա գրի քեզ այսօր։ Հոգ չէ, Դանիել, Անիկա ամեն ինչ հասկացավ։ Ոչ, նա հիմա կկարծես ես խարդախին մեկն եմ, իմ անունս չկա տարեքիրներու ցուցակին մեջ և սանք մեծ կնեդեմ։ Իսկ գուցե իսկապես չկա։ Եվ թունալ Արաքսի, թուն, իմ կինս, թունալ կհանդեգնես ցուցակեն դուրս անելսիս։ Քեզ հետ չեմ աներ, Դանիել, քեզ հետ միասին նաև ինքս, նաև քո երկու զավակներդ, նաև այն երրորդը, որ պիտի ծնվի։ Ները ինձ Արաքսի, ները, դա ասված, որ այդպես լա, որ դուք բոլորդ մնական վնաս։ Բայց գիտցիր, եթե իրոք ակսոր պիտի լա, ապա ես ինքս կերտամ, որտեղ բոլորը այնտեղ ալ ես։ Դես է, ասե որ կհասկնասիս, ասե որ չես մեղադրերսիս։ Չեմ ուզեր, Դանիել, չեմ ուզեր հասկնալ, բայց գիտեմ, որ դու ճիշտ ես։ Շնորհակալ եմ, Արաքսի, շնորհակալ եմ։ Գնացան երեխաները։ Գնացան։ Կամաց, մինի, վերցեցին ես։ Գնացան։ Ամեն հայմանուկ որբը իծնե, իսկ մենք ծնունդ կուտանք, մեկը չէ, երկուքը, երեքը։ Մեղ կնես, երորդը պիտի ծնվի թև։ Եվ ինչու այսքան ապրիլ կուզենք, ինչու։ Ինչու դուն հացին երկը կգրես։ Բավական է, եղարամայրերու պես ողբու կոծնենք, բավական է։
քո հայրն ու մայրը ինչու թեմեին, որ ինձ հետ ամուսնանաս։ Չէ, ասա ինչու չէին ուզեր հետս ամուսնանաս։ Քանի տարի անցավ Տաներ ու նա բան կդարի։ Եվ ճիշտ կնեին, ով կհամարձակվեր իր աղջիկը փանաստեղծի մոտ կնության տալ։ Ես իմ Վերոնիկս չէի տար, երբեք փանաստեղծի չէի տար։ Բայց 6 ամիս չարչարվեցան, չեմ իշել կրսակամուսնալ։ Կհիշես Մեղրալուսնին օրը ինչ գրեցի Թյոդիկին։ Վերջապես հաղթանակ տարավ մաքուր ու անկաշկանդ սերը եւ հարբած սվազը գիծավ գոնեցավ հարել իմ դրությունս եւ իմ անոր կամքի հաղթանակը Ալասկե վերջը գուզեց նոր հուզեր ու նոր երկեր սպասե ինձ մե բխոստանամ տալ քանի որ ուզած երկուք եղավանգիր գիտեմ այնքան կրկնա Շատ կխոսիմ չէ բայց օրը փիշել լրաց եմ անդադար Թույլ տուր այսօր խոսիմ շատ խոսիմ Թույլ տուր թեկուզ հիմար բաներս են Այսօր ամսի քանին է 1915 ապրիլի 24 Դեռ քանի ապրիլի 24-ը պետք է տեսնենք ես եւ տուն մենք եւ մեր սավագները քանի քարուններ ամեն ինչ լավ կլա Արաքսի դեսը ասեմ որ ամեն բան լավ կլա Ամեն բան լավ կլա Թանիել Ամեն բան Դրամը ծխնելույզին մեջը չմոռնաս Մգրդիշ պարտիզյանին կդիմես անցես գոգնե Բուլգարիա փախչելու Երեխաներում կսես իսպանակ տարին, ամեն կնով ուսման կուտաս, չծկես ոտարի հետ ամուսնանալ։ Սրե Թանիել արմի խոսի։ Վերջ։ Բայց տուն ինչպես հանդգնեցար կավարին պայմաններուն մեջ, օրը ցերեգով հայդարարել, թե սիրահարված ես Թանիել Վարուժանին։ Դուք միակ ընտրելին բրգնիկցի վարժապետն է, որ ամերոր գյուղին է շով սվազի վարժարանը կուկար։ Կավարի հայկինը սիրահարված, հապա որ մնաց համեստությունը, ամոթխածությունը, հայ կնոջ ավանդական տիպարը։ Շնորհակալ եմ Արաքսի, ու մեծ խիզախությանդ համար, ները որ այսքան տարի հետո ասիա, այսքան ուշ։ Իսկ հիմա մինակ ցկեսիս, ինչու կուզեմ քրել, անդադար քրել եւ մանավանդ այս օրերուն, ինչ իրավունքով։ Իսկ ես այսօրերուն քեզի ավելին կսիրեմ, Դանիել, ինչ իրավունքով, ինչ իրավունքով։ Սարհուրելից մեր Սպիտակ անունության մեջ մարդիկ կվորնան, շնակայլերու պես, արվելքեն արևմուտք հոցավար պատերազմը կարշավ է։ Այս տարի որ քան ցուրտ են մսուրները, որոնց մեջ չի պրել հարդը իր ոսկի փափկությունը, խոտը չի խնկեր ամարվա արևեն մնացած իր եղքոտերը, ամայի ենախորները խորտեղված թուրներով Կիսապուլ կտուրներում վրա սունը կպարթեիր սպիտակ մերելակարերը։ Մանուկ Հիսուսները կմսին այս սարհուրելի ծմրան մեջ։ Արաքսի։ Հովեր գանցնի։ Ուծորյանները սուշիկ կարթննան, իրենց խորքեն կհոսի տողման սահման, գեղադավար կողերն իվար բլուրին ծովեր գանցնին, հովեր գանցնին, այնքան կհորդի կկատավի դաշտը հուրթի, որ պիտի հունարածողուլը խեղտի, գոքին մեջ են ավեցածան հովիտին ծովեր գանցնին, ուտան ամսահաշիվս, Սենյակ ճաշ մետրով 75 ֆրանկ, կնված 2 ֆրանկ 25 սու, թուղթ մատի տետր 50 ֆրանկ, Թանիել ասո չէ։ Ուրիշ տետրակ տվերեմ քեզի, պատրը, հետո ես քեզ իսկականը կուտամ։ Հովեր գանցնին, Ուծորյանին պատմուճանները ծպուն, մեղտ կկարվին, մեղտ կպադրին փողփողուն, ստվերու մեջ, լույսերու մեջ պրպրագին, ծովեր գանցնին, քիստերուն տակ կալեծպին եղիներ, ու լուսնակ իր սապորին կապն է հոսեր, կալերեն գյուղեն միջև աղորին, ծովեր գանցնին, փոխադրության ծախս 80 ֆրանկ, սանը և խոզանակ 1 ֆրանկ 25 սու, թուղթ մատի տետր 50 ֆրանկ, նախաճաշ ճաշ վարարան 80 ֆրանկ, հովեր գանցնին,
զմրուխներով կծփա դաշտ անհուն, ծիտը երկետ հառացասկին օրորում, մինչիվ տակեն ծորամներում ոլեգին ծովեր գանցնին, ահա, ձմեր եկավ և ես ամառային վերարկվով եմ, այնպիսի վերարկվով, որով արկար գործավորիմը ողորմություն միայն կտրվի։ Ես քեզ արգելեցի կարդալ, ինչ իրավունքով շարունակեցիր։ Բայց այս թիվերը բնավ չխանգարեցին ինձ, Դանիել, ընդհակառակը, ավելի օգնեցին հասկանալու, թե ինչ սքանչելի բանաստեղծություններ են, իսկ այդ կրկնությունները հովեր կանցնին, ծովեր կանցնին։ Եթե դու կհավնիս պարզ է անկատար է թեր, ուրեմն այդ կրկնությունները պետք է հանել։ Դանիել, ոչ Երանի անոր, որ քո կինդ պիտի դարձնի։ Ցանցրալի կյանք կսպասի անոր, անիմաստ խոհաբերություն։ Այո, Դանիել, անտանելի կյանք, խեղճը սեփական տունի մեջ, ոտներու մատներու վրա պիտի քալեն, որ չխանգարե ամուսնում, մարդու երես չի պիտի տեսնե, ջահելությունը լռության և մենության մեջ պիտի մաշվի։ Որ հազիվ 1-2 ժամ պետք է տեսնի ամուսնում, որովհետև անիկա ցերեկներու սուրճություն պետք է նե, քիշերները միջև լուսքերը և որում պետք անոր թրածները։ Անոր կինը պիտի թատրե կինը տալե, աղախին պիտի թատնա, պարզապես անոր զավակներուն մայրը։ Հրամը չի չոքսերը շատ։ Այո, Դանիել, ոչ ոք չի դիմանար այդպիսի կյանքին, ոչ ոք։ Ուրեմն, թույլ տուր ցերկդ խնդրել Արաքսի։ Բայց չէ որ ես համաձայնությունս արդեն տվի, Դանիել, միթե չհասկացար։ Ես դու գիտես, որ ամենարհամարված մանավանդ քարանի մեջ վարժապետն է ու բանաստեղծը։ Գիտեմ։ Բայց ես և վարժապետ եմ, և բանաստեղծ։ Դուն իմ ամուսինս ես։ Բարձր ես, շատ բարձր, ավելի բարձր։ Դուն իմ ամուսինս ես։ Այնպես ես է, որ ամբողջ սվազնս է, ամբողջ գաշները։ Դուն իմ ամուսինս ես։ Թուր Արաքսի, ասելևս հիշողություն չէ, աս իրականություն է, կոպիտ, գրեհիկ իրականություն, ես պետք է հոն վերադառնամ, ները ինձ Արաքսի, մանուկ Հիսուսները կմսին։ Բաց թուրա, Արաքսի, բաց։ Նա բանաստեղծ է, գիտեք, հրաշալի բանաստեղծ է։ Ասի չէ, ասի որում իմանունն ալ կա ցուցակներուն մեջ, հավատացին։ Չմորնաս ծխնելույզները մաքրել, մգրդիչ պարտիզյան ինք դիմես։ Երեխաներուն կսես իսպանակ ամեն կնով ուսման գուդաս չծքեզ օդարի հետ ամուսնանան։ Ջեմալ Օղուզբեը կարկադրեց հաղորդել, որ Էֆենդին մեզ հետ պետք է գա, որ ստորագրի, թե սրանք իր թղթերն են։ Կարող եմ երեխաների սրաժեշտ տալ։ Կարիք չկա, դուք շուտով կվերադառնաք։ Եթե Թուրք Բարտոնյանը սավ կարիք չկա, դուք շուտով կվերադառնաք, եթե մանավանդ դուքով խոսեցավ, ուրեմն այլևս ետ-թարցի ճամփա չկա զավակներս։ Մենք պարզապես զրկեցինք զինքը, մեզ ծաղրելու հաճույք են։ Մանուկ Հիսուսները կմսին։ Չափազանց մաքրասեր է։ Նույն վերնաշապիկը ամեն օր չի հագնում։ Ես ամայր ամեն օր արդուկում եմ նրա տաբատը։ Հասկացեք։ Նա սիրում է լավ հագնվել, մի տարեք նրան նա չի դիմանա։
Միայն խոստացիր չարդասվիլ։ Գոնե ասոնցքով։ Ամուսնացիր, եթե կուզես հարկել հիշատակս։ Գրիգոր Զոհրաբիկով գնա, չէ որ անդեր չծկեսիս, ասե ինքն է իմ միակ հույսս։ Գրեցիք ձեր կենսագրությունը։ Համարյա թե։ Ինչ լեզվով, թուրքերեն։ Թուրքերեն, իհարկե։ Կարդացեք, բարձրաձայն։ Ծնվել եմ 1884-ին Սեբաստիո մոտ Բրգնիկ գյուղը, ուր աճել է մանկությունս ուռենիների տխուր հովանիների տակ, երասկոտ, կամ գետեզերքներին բադերի վրա քարեր նետելով անառակորեն։ Դեռ հազիվ ես թիթեռնիկներ որսալու հասակում հայրս պանդխտել է պոլիս և մայրս ձմեռային երկար երեկոները թոնրատանը նստած երևակայությունը սորորել է ենիչերիների ու գայլերի պատմություններով։ Գյուղի դպրոցը հազիվ սկսել եմ ժամագիրքը կարդալ սովորել, ինձ տարել եմ պոլիս 1896-ի կոտորացի օրը, ուր հայրս արյան սարսափի մեջ փնտրելուց հուսահատ, գտել եմ բանդի մեջ այն տխուր օրերին ստոր կերպով ամբաստանված։ Պատանեկությունս երազել է ընդմեջ մոտայի ծովակի և Դուրյանի ոսկորների սկյուտար։ Ավարտել եմ Վենետիկի Մուրատ Ռաֆայելյան դպրոցը և ապա Բելգիայի Քանտի համալսարանը։ Բաղձանքս է եղել ապագայի մարդկանց նվիրել այնպիսի մի հզոր երգ, որ հայրենիքը ինձ նման մի արարած ծնած լինելու համար գոնե չզղջա։ Վերջակետ։ Ուրեմն դուք ինձ ձեռք եք առնում։ Բայց ոչինչ, սա ձեր վերջին խիզախությունն է։ Էլ ինչ հարկ կա զայրանալու, եթե այդ միտքը հաճույք է պատճառում ինձ, այնպես չէ։ Ինչու եմ ես աքսորված։ Ինչու են հազարավոր հայեր տարագրվում, որն է մեր մեղքը։ Ես այսօր որոշեցի ժամանակ տրամադրել և իմանալ, թե ինչ է նշանակում հայ բանաստեղծ։ Այնպես, որ օգտվեք առիթից և առանց վախենալու ասեք այն, ինչ ուզում եք։ Շատ մեծահոգի եք Օղուս բեյ, բայց հայ բանաստեղծին հասկանալու համար չէր խանգարի նախ իմանալ, թե ով է հայը ընդհանրապես։ Ճիշտ չեմ։ Ես գիտեմ, թե հայն ով է։ Գիտեմ նաև հայի բոլոր մեղքերը, մեկ առ մեկ գիտեմ։ Ուզում եք թվարկել։ Հայը մեծ տաղանդով յուրացրել է եվրոպական քաղաքակրթությունը, դարերով պահպանել իր եկեղեցին կրոնը լեզուն։ Սա մեկ։
Հայրն է ստեղծել ու զարգացրել մեր արդյունագործությունը, առևտրականությունը, ծաղկեցրել մեր գրականությունը, նպաստել մեր տպագրական արվեստի առաջադիմությանը։ Հայրն է հիմնադրել նաև մեր ազգային թատրոնը։ Սա երկու։ Հայրը նաև կարողացել է մեզ մի քանի անգամ փրկել կատարյալ անկումից։ Հայը։ Շարունակեմ, թե բավական է։ Դա է մեր մեղքը։ Եվ դուք դա համարում եք մեղք։ Ես ձեզ չեմ հասկանում, սիրելի Օղուս բեյ։ Ասեմ։ Դուք վաղ թե ուշ ասելու եք մեզ, որովհետև դուք ձեր քաղաքակրթության ասպարեզում անընդունակ գտնվեցիք, որովհետև դուք ձեր ծանությամբ արգելք եք հանդիսանում լուսավորության և առաջադիմության ընդհանուր գործին։ Դուք ձեզ տիրապետելու և կառավարելու ընդունակ չեք։ Ասելու եք, չէ։ Ասելու և նստելու եք մեր գլխին, բայց չհասցրիք։ Օղուս բեյ, դուք սպանելու եք մեզ։ Ճիշտ ասեք, ես գիտեմ սպանելու եք և շատ շուտով։ Բայց մենք ուրիշ բանի մասին ենք խոսում։ Ինչ կապ ունի ձեր հարցը իմ խոսքի հետ։ Ունի, հենց ուղղակի կապ ունի։ Չեմ հասկանում ինչից Որովհետև այդպես բաց կարելի է խոսել միայն մահապարտի հետ։ Մարդու հետ, որն այլևս չկա, դուրս է հաշվից։ Հետո։ Հիմա դուք խոսում եք ինքներդ ձեզ, ես չկամ։ Ասում եք այն թաքուն մտքերը, որ մարդ միայն իրեն գիշերն է խոստովանում, վերմակի տակ։ Ես փոքր մարդ եմ, սիրելի Վարուժան բեյ։ Ամեն ինչ կախված է վերին հրամանից, ամեն ինչ։ Դուք կարծեմ պարլամենտում մոտ 10 անդամ ունեք։ Այո։ Գիտեմ, Գրիգոր Զոհրաբն է, հզոր մարդ է։ Վստահ եմ, որ նա ամեն ինչ կանի ձեզ համար։ Օղուս բեյ, ձեզ ծանոթ է Վիկտոր Հյուգոյի անունը։ Ես Սորբոնն եմ ավարտել, սիրելի Վարուժան բեյ։ Մի նայեք, որ աշխարհի այս խուլանկյունն եմ ընկել։ Վիկտոր Հյուգոն մի այսպիսի բանաստեղծություն ունի։ Ամեն ինչ ավերակների ու սքի մեջ է։ Թուրքերն են անցել այստեղով։ Այս տարածված կարծիքը ձեզ որպես թուրքի չի մտահոգում։ Չի կրծում ձեր սիրտը։ Կրծում է։ Եվ Հյուգոյի այդ տողերն էլ շատ լավ գիտեմ։ Երբ վաղը ոտքի կանգնի մեր երկիրը և մենք քաղաքագիր ազգ դառնանք, այդ տողերը կմոռացվեն, հիշողության ճամփան կարճ է, ամեն ինչ կմոռացվի։ Իզուր եք հույս դրել մոռացկոտության վրա, իսկ պատմությունը։ Եթե հիշեն, մենք էլ կասենք, որ հայերն են մեզ կոտորել, ոչ թե մենք հայերին։ Կարծեմ, ձեր դարձվածքն է, լեզվի տակ ոսկոր չկա։ Լաց Հայաստան, օթեշվարկին ու փեպտ է, Բարսերը ծև այդ գլխուդ վրա դրժված, ցանել տակ մոխիրներ, լաց ու պատրեց ծիծերս մեզ մեծ ցնող, երակները թոխոսի թույն մվոխության, ու թեյմզի, հրենոսի Վոլգայի, ափերն ամբողջ լսնես ժահր սերցնե, զիհոն լվացին քեզ դատող, պիղատոսներ իրես ձեռքերն ու հոգին, և հույսերու տաշալուսին տակ բոսոր, առաջ խղճի ամոթի, քեզ նյութեցին խոր լռությունը մատնիչ։ Ձերն է։ Այո, իմը։ Կարծում եմ անաչար կարդացի։ Կարծում եմ ինչ չեք մեղադրի, թե դիտման փորձեցի վատ կարդալ։ Ընդհակառակը դուք հրաշալի արտասանող եք։ Երբ այսպիսի հրաշալի բանաստեղծություն եք իմ ձեռքս։ Կարող եք ծխել, եթե ուզում եք։ Շնորհակալ։ Գուցե մենք հիմա էլ ենք ձեզ պետք։ Չեք մտածել այդ մասին։ Այն օգուտը, որ մենք պիտի ստանանք ձեզանից, արդեն իուլի ստացել ենք։ Իսկ եթե դուք շարունակեք ապրել մեր հողի վրա, վնասը կարող է ավելի մեծ լինել, քան օգուտը։ Թուրքիայում միայն թուրքերը պիտի ապրեն։ Որտեղ։ Թուրքիայում։ Միջին այսօտափաստաններում, թե Բյուզանդիայի ու Հայաստանի տարածքում։ Իսկ ձեր զառանցանքները թուրքալեզու բոլոր ժողովուրդներին միավորելու մասին, Վոլգայից մինչև Սիբիր, միավորեք, որ հետո էլ վերևից նայեք նրանց որպես ցածր ռասաների։ Իսկ ինչո զառանցանք։ Ինչո միայն թուրքալեզու ժողովուրդների, նաև բոլոր մահմեդականների։ Քրիստոնեությունը ի վիճակի չէ միավորել ժողովուրդներին, խաչակրած արշավանքները ձեզ օրինակ։ Իսկ իսլամը ունի այդ հատկությունը, մեր ուժը մեր մոլեռանդության մեջ է։ Ես գիտեմ, դուք անհավատներդ իսլամը համարում եք հետադեմ կրոն, բայց ինչպես տեսնում եք, այսպես կոչված հետադիմությունը ունի նաև իր առավելությունները։ Օղուս բեյ,
Այդ դուք ասում եք, որ Սորբոնն եք ավարտել։ Այսինքն կրթված, աշխարհ տեսած մարդ եք, գոնե բառարաններից ձեզ պետք է ծանոթ լինի խիղճ բառը։ Պետք չէ ինձ վիրավորել, սիրելի Վարուժան բեյ։ Չէ՞ որ մենք սիրալիր զրուցում ենք։ Եվ մի ստիպեք, որ նորից պաշտոնյա դառնամ։ Իսկ խիղճ ասված բառը ինձ շատ լավ ծանոթ է։ Հավատացնում եմ, որ ես էլ դրանից մի քիչ ունեմ։ Ուրեմն ցածեցե, ցույց տվեք, մեջտեղ հանեք, ինչու եք ամաչում, ինչու եք պահածու անելու փակել։ Այո։ Մեր ձեռքերն արյունոտ են։ Ես հպարտ եմ իմ ձեռքերով։ Միտը չգիտեք, որ դահիճը ամենաողբերգական անձն է եղել բոլոր ժամանակներում եւ ամենուրեք, որովհետեւ նա գործում է անհրաժեշտաբար, մի անհրաժեշտություն, որ ցավոք վեր է կանգնած մեզնից։ Ուրեմն ընտրության հարց չկա։ Բայց ես վստահ եմ մի օր, ինչու մի օր, հենց վաղը մեզ հիշելու է որպես հերոսների։ Իսկ հերոս դառնում են ուրիշ ժողովրդի հաշվին։ Հերոսը չի կարող համընդհանուր լինել։ Նա պատկանում է միայն մի ժողովրդի։ Պետք է գործունակ ձեր ժողովրդի առաջ, որովհետև բարիազուրկ եք դարձնում նրանց։ Իզեր խախտում եք որդի հավաքական բարիականությունը, 100 տարի է պետք որ խելքի գա։ Ուրեմն 101 տարի նա կլինի երջանիկ։ Լսեք, սա է լսեք, որ այլևս ոչ մի պատրանք չունենաք, լսեք։ Հեռագիր, հայերի իրավունքը ապրել ու աշխատել թուրքական հողում իսպար վերացված է։ Թուրքական կառավարությունը ամբողջ պատասխանատվությունը վերցնում է իր վրա և հրամայում է չխնայել ոչ մեկին, ընդհուպ մինչև օրորոցի երեխաներին։ Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել 5-ից 7 տարեկան տղաներին, այլապես նրանք կմեծանան և կձգտեն վրեժի։ Ներքին գործոս նախարար Հալյատ Փաշա։ Միթե այդ ճիվաղը չի վախենում, որ թուրք մայրերի կաթը սնդիկ կդառնա հայ մայրերի անեծքից, հայը թուրքից յաթական բառն է փոխարել, իսկ թուրքերը հայերից Գութան, հերկ, թուպ, պետակ, գոմ, նախիվ և շեմ բառը օգուսմեն և առաստաղ բառը, լսում եք, շեմ և առաստաղ։ Դուք պատմությունը մարդկային արարքերի մասին ընդունում եք բանաստեղծականացված, ընդհանրացված բառերի միջոցով, իսկ ես գիտեմ, որ պատմությունը մարդկային արարքների մեջ մնում է իրեն բարձր պատմական նշանակությամբ։ Եվ մի մոռացեք, որ ես կուսակցական, քաղաքական գործիչ եմ։ Կուսակցական, քաղաքական գործիչ եմ, իսկ ես բանաստեղծ եմ, գրողը տանի բանաստեղծ։ Աղուս բեյ, այդ դուք քիչ առաջ ասացիք, որ մենք սիրալիր զրուցում ենք։ Եթե վաղը մի չնչին հնարավորություն ունայիք փրկելու իմ կյանքը, կձեռնարկեիք որևէ բան, մտքերով չանցնի, որ ես ինչ-որ բան եմ ակնարկում, վստահ եղեք, եթե անեիք, ես կհրաժարվեի, Պարզապես ուզում էի ասել, որ այս պահին ոչ թե իմ անձն է ինձ հետաքրքրում, այլ ձերը, կանեիք։ Երբեք։ Իսկ մանր ծառայություն, ենթադրենք ես ձեզ խնդրեի իմ գրած նամակը ձեր միջոցով կնոջս ուղարկել, կանեք։ Ես ձեզ արդեն սուրճ տվել եմ, հազիվ թե երբևէ առիթ ունենաք սուրճ խմելու։ Ես ատում եմ ձեզ, Աղուս բեյ, որովհետև դուք ամեն ինչ հասկանում եք, ամեն ինչ, նույնիսկ բանաստեղծություն։ Ես էլ ձեզ եմ ատում, սիրելի Վարուժան բեյ, որովհետև դուք տաղանդավոր մարդ եք, ափսոս։
Լացեք ով հեգ մայրեր, հեգ հարսեր, աստղերը աստղ ծեր ողբանքը ծքած, այսօր մեր սև հողին վրա սամ մորթված արշալույսները լացեք, ու վաղն ով հեգ մայրեր, լսեցեք, ծեր արգանդեն մի առ մի պիտի ելլեն անոնք հսկա և հերոս, մեծ պիտալլան, մրրիկն իրենց մազերուն պիտի սարսևեն աստղերուն մեջ աստված, պիտի հակնին արծվի մաշկեղ թրիչքներ, շամթերն իրենց վրա գրելու միշտ պատրաստ, ուն լսեցեք այս, ով մայրեր, վաղն երբ անոնք թամփեն իրենց նժույգներն ու անոնցմով, զերտ պողպատի ջրտեղում վրեժի մեջ մկրտվին, երբ թուր կարյան բարք ծարավեն մորեգնած, լեռներուն վրա մռնչեն ու այն ադեն, այսօրվան մեր մեռելները բոլոր, միահամուր ոստումով պիտի կանգնին քերեզմանին մեջ իրենց, ու անհամբեր հեռուն ագնապիշ պիտի սպասեն վարդայեղեղ կալուստին, արշալույսիմը, որում հավատացեք ինձ մայրեր, ես ոտնացայնը կարնեմ։ Կանչեք այստեղ ոստիկանին, ես ուզում եմ խուցս գնալ։ Եգուր թանել մեմել լույսին եգուր տեսնեմ քեզիտ, ուրեմն թունալ հոսես թանել, ես երբեք առիթ չեմ ունեցած քեզ իսելու, ես միշտ հիացել եմ քեզմով, ես քեզ միշտ համարել եմ մեծ փանաստեղծ, հբարդ եմ, որ քո ժամանակակից եմ եղած, որ իմ փոքրիկ ցայնային չեցուցած եմ քո զոր ցայնիդ կողքին, մինչև հիմա հոգուս մեջ պահած եմ, նույնիսկ ինքս ինձ մե պահած եմ, թանել, իսկ հիմա մեռնել են առաջ անգամ թյուրին է խոստովանել։ Շնորհակալ եմ, Ռուբեն, բայց չէ որ թունալ… Չխոսիր, թանել, չխոսիր, գիտեմ ինչ պիտի ասես, գիտեմ, իսկ ով սա, որ ես վատ փանաստեղծ եմ, թուն հանգիստ եղիր, ես իմ քինս գիտեմ, 2 դասնյակ փանաստեղծություն գրնամ ջագատս փած աշխարհանել, իմ տրուբադորներից տակ թունալ կստորագրեիր, եթե թուն չլայր մեյ մնալ սիամանթոն, ես իմ քիտս այնպես կտնգեի, ծեր ներկայությունն է, որ կստիպե ինձ համես տվալ, և ադոր համար չեմ ներերցես, բայց ինչ լավ է, որ երկուք տալ կակ թանել, կակ։ Լեռան կլխում ամբեր հավաքվել է, այն մեգան բգարձես մեր վարժապետ պարոն թորոսն լա,
Ճայ, Թանիել, ճայ։ Ախպարիկ, այդ լրները կտեսնաս գոր, անոնց մեջ մուգինձակ մջկա որ չքիտնանք, մենք ուզածատենից գրնանք ասկի պաղչիլ, ամմա չեն կներ, ինչը որ, պաղչելուն լանքն է, ծեզի, շադ նեղություն գուդա։ Ով ես թու։ Չպես թե ով եմ ես։ Հիմա վալլալը չես գիտեր։ Իսկ ինչու թուն կգարդիս, որ ես քեզ բարդավոր եմ ջանչնա։ Հալա, աս ինչ գսես ամանչը։ Մեղք է չանım մանչը։ Գսե թուն ով է։ Լավ, ասե որ իմանա։ Նայո։ Զոտղա, ես աս երգրին են նշանավոր մաքսանենգն եմ։ Անունս երևում է։ Երևում։ Ամոթ է։ Միտքդ բայս անունը, երևումին էտ պանդստրեմ սեսն է, չեն հավադար, հավադացինն է, գլուխնում վրա գբահեն կեզի։ Եթե մեզի բետ սողորական մարդոց էտ նույն խոցին մեջ պանդարգած ես ալիչ երևում, ալիչ նշանավորմա։ Ախպարիկ, խելքդ չի հասնիր, ես հոս նստած եմ ոչ թե որպես մաքսանենք, այլ որպես հայ, թուն ինչ կործի մարդ ես։ Ես փանաստեղծ եմ, քիչ մնալ բժիշկ։ Ինչ։ Մեր այսօրվան են նշանավոր փանաստեղծներ են։ Ռուբեն Սևակ։ Բարեկամս ալ նշանավոր փանաստեղծ է Թանիել Վարուժան։ 3 նշանավոր մարդ նույն խոցին մեջ, հա։ Թունալ, բանաստեղծ է։ Այո։ Հայերեն կքրեք։ Այո։ Հայերեն քիրերով։ Ափսոս կրել գարտալ չեմ գիտեր։ Սա բադին վրա, հայերեն պան մկրե, կրե։ Խապելուլասներ, բանաստեղ մանաստեղ չեմ նայր, հա, ուրեմ նասոնք, հայրեն կիներ են, ուրեմ նասոնք, հայրեն կիներ են, չի խապեր գոր, չէ, չի խապեր գոր։ Ով գուլ այսպես, խշտյակի շեմքին, կույր, գարիբն, բաց, կմախ կմականցնի թուրսեն լալակին, սովն է, թուրըտ բաց, տապարն է չախ-չախ, Տրանս, գրծքին, չարդն է, դուրըտ, բաց, Աբրիս, ինդորալ, աղվոր խոսքերը գաբերես իրար, ախբարիկ, ատ ինչպես կլա, նույն խոսքերը ես ալ կիտեմ թունալ, թուն կգաբես ատ ինչ աղվոր գշարվին մարկարիքներով ես, ես կգաբեմ կամ հայրան կելլե կամ բարապան։ Ադիգա իմ կրածս չէ, Ռուբենն է կրած։ Ռուբենիկը, սանգերդ լավ մարդ կերևի։ Էուրգ է կիծը։ Քու կրածդ կոտքին է ուրեմն լավ մարդ է, իր կրածը չարտասանեց, քու կրածը արտասանեց ուրեմն շատ լավ մարդ է։ Ախպարիկ, աղա չէ, մենք մնալ հայերեն ոտանավոր գարտա, կյանքիս մեջ հայերեն ոտանավոր լսած չեմ։ Զի մենք ենք, փանաստեղծ, պուետ, մենք պատառոտում բեհեզով վետ, երկի իշխանների սպար հալացված, մենք, նոթի հպարտ, երբեն մի աստված, մենք չհասկծված, մենք եղերական, մենք փանաստեղծներ, մենք ենք իրական թրուպատուրները։
որ մեր վերքեն երկեր գշինենք, մենք զրկվածներ ճակատագրեննենք, ու մինչ ուրիշներ առատ կջամփեն, մուսայի ջամփեն, խինդի սեղանեն, մենք կերտանք ստույգ մահվան անսվաղ, մենք հին մարդկության ուշ ծնած ավաղ դրուփատուրները իմսե դրուփատուրները փայլում փանաստեղծություն է Եվ քեզի փոխում եմ տանի ներնելու երկամ, բորդիվս վգո երկուքամ։ Չէ երու, թուն չես փախիլ որբեսի ուրիշներին վնաս չդան, չէ, ալ ինչպես մենք կրնանք փախչիլ։ Ես և դուք, նույն պանն ենք աղբարիգներ, ես գրնամ ձեզի պես աղվոր ոտանավորներ կրել։ Կես, շան, անցար։ Ով է ռսողը։ Ես։ Հասկցա, թուն ես, բայց ուր ես։ Կես, շան մնաց։ Խոսե, թանել, խոսե, սա գասկածի ու սարսափի ցայնն է, խոսե, թանել, խոսե։ Ես ինքս ուշ չունեմ Ռոբեն, ինչպես ուշ տամ այդ մարդուն։ Թանել, ես քեզպես խոսել չեմ կրնորդուն, բարդավոր ես խոսել, եթե չխոսես երբեք չեմ ներել քեզ, խոսե, թանել, խոսե։ Կես, շան, անցար։ Այդ ով է, որ կկրվի ինքնիր դեմ, որուն հոգին, որտը կկրծե։ Այդ ով է, որ կուզե ուրիշները վարակել։ Ով է, ոտքի գել է։ Մի թուլնար եղբայր, կպահվտիս պահվտիր, բայց մի թուլնար։ Անոնք ու թուլությունըտ կսպասեմ, որ հետո ծաղրեն, ստորացնեն քեզ, թուլ իմ եղբայրն ես, ես քեզ չեմ խաբեր։ Հայ Ալլալը ճակատագիր է, կհասկնաս, ճակատագիր, մի փախիր քու ճակատագրել, միևնույն օգուտ չունի, ուրեմն մի հաշվեր ժամերը, հոր ժամը շադոն ցանցեր է արդել, քանի անգամ են մեզ կոդորեր, քանի 100 տարի, բայց մենք կանք չէ, կանք, այդ սուրտ նահատակներուն սավակները չեն կես և տուն, ալինչ չիթըտ կկախես, ամուր մնա, ամուր, այդ պանաստեղծը կես երբեք չի խապել, Սիամանթոն, Զոհրապը, Երուխան, Օտյան, Պապազը, կես չեն խապել, Վարամ, տուն, կլսես ինձի Վարամ, ես ճիշտ չեմ, Վարամ, դուր գոշիկներս, ես ինչպես փոբիկ քննության երտամ։ Եթե ասես, որ Վահրամ Փափազյանն ավելի լավ կարդասան է, քան Թանիել Վարուժանը, այն ադեն կստանաս կոշիկներդ։ Դու լավ կարդասան ես, ես ալ։ Չէ, պիտի ասես, որ Վահրամն ավելի լավ կարդասան է։ Ուրեմն չեմ ասել։ Ես ալ քու կոշիկներդ չեմ տա։ Վարամ։ Լինել, թե չլինել, այս է խնդիրը։ Որ մեկն արդյոք ազնիվ մեր հոգու համար, հանդուրժել ժանտ վախտի սուր սլակներին թե, զինվիլ ծևերի միջովին թե, թիմատրել և վերջ տալ բոլորին մերնիլ, նմ չէ, ոչին չէ։ Եվ ասել թիմին ինչով, մենք վերջ չենք տալիս այն բոլոր ստրտմաշուկ ծևերին,
եւ բյուր վշտերին, որոնց պենտագայ մարդկային խեղճ մարմինը, այդ կլիներ մի վաղճան սրդանց պաղցելի, մերնին, ննչել, չսկալ, չխորհել, չտեսնել, չլսել։ Ով է հեղինակը, գիտես։ Դու գրած ես։ Աբուշ, ասիկա Շեքսպիրին Համլետն է։ Շեքսպիրն ով է, գիտես։ Չէ, դու լիակատար բոբիկ ես, ատան բոբիկալ մնա։ Շատեր սիս մերժեցին։ Քնար մունի սոսկ, ասին։ Մին թողտոչը կույն չունի։ Յուսնա լսավ կմերնի։ Ոչ ոգսավ սատղին պատրենք սիրտը տրտմակին, նայենք ինչեր կրված կան, հոն հրտե կա, ոչ մատյան։ Պետրոս Դուրյան, ծնված 1851 սկյուտար, մեռած 1872 պոլիս։ Վարամ կոշիկներս։ Ուր կերթաս։ Քնության։ Քնության։ Լսարանց։ Դու խենթ ես։ Ձեզ ուտել կուզես։ Քեզի դուրս կվրընդեն։ Հորդ մորդ կկանչեն խայտարակ կնեն։ Ուզածս ինչ է որ, այդքան մեծ բան։ Սավորարը, Վահրամն ավելի լավ կարտասան է։ Դանիել, կեցին, խենթություն մի ենե, ար կոշիկները տար, Դանիել։ Օղուսբեը կարկադրեց հաղորդել, որ ով համաձայն է մահմեդական դառնալու, ազատ կարձակվի, ով համաձայն է, կանգնի այն պատի տակ։ Ձեզանից ով է, բժիշկ Ռուբեն Սևակը, թող առաջ կա։ Ես եմ։ Ես եմ, ես։ Ախամյան։ Դու չես, չէ, սա է, սա։ Գեց, անցնած էր ֆիդայի լալու, բայց եղած է մաքսանենք։ Անիգա քանի հասկցավ, իսկ քանի հազարներ այդպես էլ գմերնեն առանց հասկնալու, թե ովքեր են իրենք, քուց է իսկական փանաստեղծ է ես չեմ ալես փանդարգյալներ են մեկը, ինչ իմանամ որում փոխարեն կքրեմ։ Ռուբեն, կրգնե կնոջդ նամակը, անթաթար կրգնե։ Ես գերմանուհի Յաննի Աբելես խոստանում եմ քեզ Ռուբեն, մեր երկու զավակներին այնպես դաստիարակել, որ երբ մեծանան մեկը վրեժ լուծի գերմանացիներից, մյուսը թուրքերից։ Խոստանում եմ քեզ Ռուբեն, ոտքս երբեք չդնել Գերմանիա և երբեք չխոսել գերմաներեն։ Վիրավորը լարիկ, սիրավորը լարիկ, լարիկ, լարիկ ջան։ Երևում։ Կուզեին, որ ցավի, փորամ, բայց չի ցավի։ Ինչու էր այդ հիմարությունը, երևում ինչու։ Ես քեզի սիրեցի բանաստեղծ, ինչն եմ, մեղավոր եմ։ Այսօրն է տուն իմ ամենամդերին պարեգամն ես, իմ և Դանիելի ամենամդերին պարեգամը։ Իսկապես, չես խապեր։ Ով է Գրիգոր Զոհրաբը, մեծ մարդ է, թուրքերն ուրախցել էին, որ սերբակալած են անոր։ Ինչ։ Հիմա աքսորի ջամփուն է եղեր։
Արաքսիր, զոհրատը ձերբակալված, աքսորու ճամփին, դու գաց գնաս սալցը, սուդեր, նողքանի սուդ, Ռուբեն չավադար ասոր, եթե իրոքի մնգենը չավադաս, ամեն ինչ վերջացավ, տանել ալ ոչ մեկույց, երևում իր ընկերներուն երբեք չի խապեր, Կոմիդասն է, Ռուբեն, չուզեր մենակ աղոթել, չի հավատալ, որ այս փանդեն իր ձայնը Աստծուն կհասնի։ Սա իր վերջին երջախումբն է, ամենաանվարժը, բայց ամենահանճարեղը։ Սոսյաց անտարեն էիս այն կտրեր, քեզ ինձահին հայրենիք, եղեգնյակ չով երկեցի կուրմեր, ընդ եղեգան փող, լույս ելաներ, եղեգնյակ չով երկեցի արյուն, ցեզ ինձա սուրի զոհեր, անձլած էր բոխրի մեջ իբրև կնյուն, ցեզ ինձա կրակի զոհեր, եղեգնյա կրչով երկեցի վերքեր, ընդ եղեգան փող սիրտս ելաներ, ու պայքար երկեցի, ցեզ ինձա հայ մարդիկներ, Քրիչս եղավ անտրոց սրտերու հնոցի, ցեզ ինձա քաջ մարդիկներ, եղեգնյա կրչով վրեր երկեցի, ընդ եղեգան փող բոց ելաներ։ Արևմտյան կողմն աշխարհի բերություն թողլա, արևելյան կողմն աշխարհի խաղաղություն թողլա։ Արաքսի, հյուսիսային կողմն աշխարհի առատություն թողլա, հարավային կողմն աշխարհի պտղաբերում թողլա։ Արաքսի, առաջին անգամն է, որ թունք ու կաս ինձի։ Բայց չէ որ ես քո հասցետ չեմ գիտեր։ Հասցե, ինչ հասցե չկա այլևս, բայց թուն փնտրեզիս։ Եթե անգամս են վարուժան թատրած է կոյություն ունենալ է, թուն մի թատրի փնտրել է։ Եթե փնտրես, ես միշտ կուքամ։ Բայց ես այսպիսի հուսահատ վարուժան չեմ ճանչնար։ Ես անոնց քովը պետք է ուժեղը լավ, իսկ քողը չեմ ուզել, չեմ կրնար, հոգնած եմ ուժեղը լալե։ Հոգնած մարդը աքսորին մեջ բանաստեղծություն կգրե, մշակին խաղաղ կյանքը կգովերքե։ Ինչ լավ է, որ կխապվիս, Արաքսի, ինչ լավ է, որ բոլորն ան կխապվին և առաջին հերթին ես։ Հյուսիսային կողմն աշխարհի առատություն թողլա, հարավային կողմն աշխարհի պտղաբերում թողլա, ու երբ թխեն հարցները հացը, բարի, սիրերգություն թողլա։ Գհիշես մերին կանանչ կիրակին։ Հարսանեկան թափորին ամբոխը կճանապարհեր դեպի բրկնիկ ճյուղը։ Աղջիկները վարդի պնջեր կնեդեն երտիկները։ Ունիմ հասցե Արաքսի, ունիմ,
երբ տուները նեղ եկան, մեզի բաժնեցին հարևանների տուները, չանգıra, հողյակապ, հայ մամիկմա, հասցեն հույսը, խոստումը, ու հավատ, ունիմ հասցի, արաքսի, ունիմ։ Կհիշես անգամը կոմիտասն ինչ գրեց ալբոմիս մեջ։ Հրեղեն բաժակը բերանս կվառի աղջիկ, բայց ես ինչ ընեմ, մատիտս սրեմ, բերնիս մեջ ջրեմ, կոնե անունս գրեմ։ Վերջացավ։ Ամեն ինչ վերջացավ։ Հանգիստ թողեք ինձ։ Ես ուզում եմ մենակ մնալ։ Մենակ։ Բայց դուն եկածս մոտս կոմիտաս, ոչ թե ես։ Լսել եմ նոր բանաստեղծություններ ես գրեր։ Դուր կարդամ։ Մի վախենար, անվնաս կվերադարձնեմ։ Ինձի համար մեծ պատիվ է, որ դու կուզես կարդալ իմ գործերս։ Լսել եմ հացի երգի շարունակությունն է։ Զարմանում եմ քո հավատին։ Որովհետև այս օրերում խաղաղ կյանքի մասին գրելու համար մեծ հավատ է պետք։ Մեծ ուժ ու կորով, ինչ կա զարմանալու։ Դու կարող ես, ես չեմ կարող։ Ինչեր կսես, հայր սուրբ։ Բոլորդ կարող եք։ Միայն ես չեմ կարող։ Շուտ եք ինձ հաշվեն դուրս նետած։ Կոմիտասին այդքան էլ հեշտ չէ կոտրելը։ Դու այնքան մեծ բան ես ըրած մեր ժողովրդի համար, որ մաշտոցեն հետո թերևս ոչ ոք չէ ըրած։ Հիմար բաներ մի ասա։ Ես պոլիս եմ գնում։ Չգիտեմ ովքեր միջնորդել են և ինձ թույլ են տվել վերադառնալ։ Չկարծեք, որ խղճի խայթ եմ զգում ձեր առջև։ Ընդհակառակը։ Ուրախ եմ, որ ազատվում եմ այս դժոխքեն։ Ինձ այսպես էլ կհիշեք։ Հենց այս իմ տեսքով։ Հրաշք է, հրաշք, հայր սուրբ, ինչպես ուրախացուցիր զիս, այդ ապուշները չեն հասկացած, ինչ լավ է չեն հասկացած, որ քեզ փրկելով միայն մեկ մարդ չէ, որ կփրկեն։ Ձեր պատիժը կլինի մահը, իսկ իմ պատիժը կյանքն է լինելու։ Մի ընթատիր, սա ինչ սովորություն է, իսկ երկերիս մասին այլևս չխոսիս, ես քեզ նման հիմար չեմ, որ այս գեհենիղ է, մշակի խղար կյանքն է խողեմ։ Այդ թեպքում ինչու ես եկել և ինչու կուզես կարդալ իմ գործերս։ Դու այլևս ինչ ես տեսնի։ Ես այս բանաստեղծությունները քեզ կուղարկեմ ուրիշի միջոցով։ Մտքովը չանցնի այցելել ինձի։ Եթե դիտողություն ունենամ, լուսանցքներում կգրեն։ Հայր սուրբ, գուցե իրոք սա մեր վերջին հանդիպումն է։ Ուրեմն թող իմ ցայնս միշտ հնչե քո ականջներուն մեջ։ Ինչա լնեն մեզի կլսես, ինչա լնեն։ Դու պարտավոր ես երգել, առույց ցայնով, ամբողջ կոկորտով, առողջ թոքերով երգել ու երգեցնել։ Դու ինձ մե լավ գիտես, որ երգը մեր երկրորդ այբուբենն է։ Դու իրավունք չունիս կիսատ ցկելու։ Մահը, եթե կուզես գիտնալ, կիսատ մնացած երգն է։ Ամեն մեկ նահատակված հայ դիմաց մեկ երգ, միայն այդպես,
Տեսնենք ինչպես ընդամենը մեկ հայ կմնա աշխարհից երեսին անալ թանկարանին մեջ։ Զռևարուժան, Ես կմեռնիմ թե ուրիշ մեկը, հարյուրներ թե հազարներ, ինչ նշանակություն ունի։ Հայ ժողովուրդը պիտի ապրի, ուզեն թե չուզեն պիտի ապրի, եւ հայն է որ կորոշի ադիգա այսօր, ինքը հայ է եւ ուրիշ ոչ ոք։ Զռևարուժան, քո նմաներու չծովյա ժողովրդի մեջ հավատ ապրում, դու ես նրան ստիպում որ նա ապրի ու տարապի, իսկ նրա կամքը հարցրել ես, գուցե նա մեռնել է ուզում, միայն թե չտարապի, քո զեռնցանքներդ բանաստեղծություններիդ համար պահիր, ես մի հայի հառաչանքը չեմ փոխի քո բոլոր բանաստեղծությունների հետ։ Ափսոս ցայն չունիմ։ Ինչ ցայն։ Ցայն, սովորական ցայն, որ կոմիտաս վարտապետի սկանչելի երկերը երկեի։ Անտունին, Մոկտաց Միրզան, Կարունա, Ծունարը։ Քո ասած կոմիտասը նույնպես հանցագործ է, քեզ նման արկածախնդներու ցեղեն փարկածո որ նա այլևս չկա էլ չի խփի ժողովրդին, էլ չի ասի որ հանջարեղ է նա, որ նրա երգը նման չէ ոչ մեկի երգի, եթե այստեղ ես մեծ բանաստեղծ իմացիր, ես քեզ երբեք չեմ ների, այս օրերում ոչ ոք իրավունք չունի մեծ լալու, մեծ է միայն մարդասպանները, Էնվերը, Ջեմալը, Թալիատը։ Ես այսպիսի կոմիտաս չեմ չնոր։ Գարունա ձուն արել, ես եմ գրեշ, Տուն այսուր, տուն, կելեր, ծոլեր, ծիրանի ծար, ես եմ գրեշ, տուն այսուր, տուն, ես դեր ահակին գործեր ունեի անելու գիտես, մյուս տարի հայկական հոգևոր երաշտության վերաբերյալ մի քանի զեկուցումներ պիտի կարդայի, համերգներ պիտի տայի, Բերլինում, Շվեյցարիայում, Վենետիկում։ Բայց այդ բոլորը եղած են հայրսու, անցյալ տարի Փարիզին մեջ դու կարտացած ես կուսկաչելի զեկուցումը, համերգները տված ես թվարկածդ բոլոր քաղաքներուն մեջ։ Եղած են։ Եղած են։ Սողոմոն եղած են։ Սողոմոն ասացիր։ Այո, ես Սողոմոնն եմ։ Սողոմոն Գեորգի Սողոմոնյան։ Եղած են։ Երդնում։ Չես լսեր ծապերուն ցայնը։ Չես լսեր շնորհանքի խոսքերը։ Չես տեսներ ինչպես Կլոդ Թեբյուսին փեմ ելած։ Ծուն կչոքի արջևդ ու կհամբուրե կղանցքդ հիշե հայրսու, հիշե եղած են անոնք, եղած։ Խազերի վերցանումն էլ է եղած։ Այո, իհարկե եղած են։ Բերլինի արքունական համալսարանը։ Եղած են։ 4000 երկիավակչություն։ Այո, եղած են։ Պատարակը, բոլորը։ Բա ինչու է գլուխս անընդհատ Պինդ կաց վարդապետ, ինչ եղեր է քեզի, ինչու այսքան շուտ հանձնվել ես, դու հիմա պարտավոր ես մեր բոլորի փոխարեն աշխատիր, գիշեր ցերեկ աշխատիր, չէ որ մենք պիտի թատրին կլալեիս տուն, փառք Աստծո, հազար փառք, պիտի ապրիս նայել մեր փոխարեն, դու իրավունք չունիս կլսես, իրավունք չունիս թուլնալու, դուն հարցուցած ես Սիամանթոյին, Երուխանին, Օթյանին, Սևակին, ինձին, հարցուցած ես ինձի, մեզ ոչ ոք ես չի թույլ տար պարտվին, ինչ իրավունքով երկրորդ անգամ կսպանես խունգերները, ասեր, ինչ իրավունքով, չեմ կերխտում, պիտի կարենաս, ուրիշ երկ չունիս, շայնաստիճանի խազեր, շայներագի խազեր, սատա խազեր, ամանակի խազեր, ակաշներդ մի կոցեր, նենուն է ես քեզ կստիվեմ լսել, ամանակի խազեր, կապող ու սատող խազեր, հապա ում կեք իդեմ այս ամենը, ինչ այս բոլորը ես եմ հնարած։ Ում եմ պետք այդ բոլորը,
Կարող են դրանք թե գուսնի մանուկի ազատել որբությունից, եթե չեն կարող են ինչու ես տանջում մի չնչեր կուրացը, մի շղթեր անցյալը կորտպետ, ամեն նահատակված հայույթի մած մեկ երկ, միայն այդպես կարող ես վրեժը լուծել, ոչ միայն քու, այլ նաև մեր, քու ընկերներու վրեժը, Չեմ կարող, չեմ կարող, ուրիշ յանք չունիս։ Ես չկա։ Դանիել, քեզ թվում է, թե այդ ես եմ։ Որ մի քանի անգամ մի դուռ բացվում և ինձ կլանում էր մեջ և մի անծանոթ աշխարհ տանում։ Դռնից այն կողմ ամեն ինչ անիրական է, բայց դուռը շատ է իրական։ Պողպատից է, սողնակով, ներկը տեղ-տեղ թափված, բացվելիս սոսկալի ճռճռում է, սուր և տհաճ ձայնով, աչքս միշտ այդ դռանն է նեղված, ուզում եմ չնայել, բայց չեմ կարող։ Ես գիտեմ, Դանիել, թե դու ինչ ես մտածում, եթե սա է Կոմիտասը, ավելի լավ կլիներ, եթե նրան էր սպանեին։ Ում է պետք իմ կյանքը, սա ինձ, ում։ Ոչ Կոմիտաս, ոչ հայսուր, այդ դուռը շուտով կչկանա, ալչերևար, չլվար։ Ասում էր, կչկանա։ Միայն, թե դու ինձ հետ չգաս, Դանիել, միայն, թե դու ինձ հետ չգաս, Դանիել, Գարունա, զունար է, չգաս, Դանիել, չգաս, 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 Դանիել! Ես ձեր ներկայացուցիչներին հրավիրեցի մի ուրախ լուր հաղորդելու։ Կարծում եմ ընդունակ կլինեք գնահատելու մեր կառավարության մեծահոգությունն ու մարդասիրությունը։ Մի բան, որ անշուշտ միշտ եք զգացել։ Սակայն չէի ասի, թե երախտագիտությունը հայերի բնորոշ հատկանիշներից է եղել։ Կարծում եք չգիտենք, որ ձեր հայացքը ուղղված է դեպի հյուսիս, դեպի Ռուսաստան։ Կարծում եք չգիտենք ձեր սիրեցյալ Գրիգոր Զոհրաբի խոսքերը։ Հայերը չէին զրկվի ռուսական քաղաքական իշխանության պայմաններում զարգանալու հնարավորությունից, մանավանդ որ Ռուսաստանը երիտասարդ երկիր է, ապագա ունեցող պետություն, եւ այն ճնշումը, որի մասին այդքան շատ են խոսում, միշտ չէ որ տիրապետելու է այնտեղ։ Տեսնենք։ Դուք փայփայել եք այն ինչ որ չունեք։ Եվ չեք էլ կարող ունենալ։ Իսկ ունեցածի վրա դողալ երբեք չեք կարողացել։ Ո՞չ չի ուզում ազատ ու անկախ Հայաստան։ Գուցե մենք թուրքերս։
որ դարեր շարունակ ապրել են կողք կողքի, որպես հարազատ եղբայրներ։ Ով չի ուզում, որ հայը հայրենիք ունենա, բայց ում հաշվի։ Դուք պնդում եք մեր բնիկ թուրքական հողերի հաշվին, ապա ձեռքները դրեք ձեր խղճին և ինքներդ ասեք։ Դուք նման բան կհանդուրժեիք, հայրենի հող, բայց ում հաշվի, եղբոր, հարազատ եղբոր։ Որսից ձեզ ներում է շնորհված և կարող եք գնալ դուք ամենակ, բացի որսից, որից չի կարելի։ Շնորհավորում եմ, սրտանց եմ շնորհավորում։ Կարծում եք ինձ համար հեշտ է ոստիկանի դեր կատարելը մանավանդ երբ գործ ունեց մտավորականների հետ։ Կարող ենք գնալ Երզնկա։ Կարող եք։ Ուրֆա։ Դիարբեկիր։ Դիարբեկիր։ Բիտլիս էլ կարելի։ Ամեն տեղ, բացի որսից։ Այստեղ ծուղակ մգած բարիքներ, ասոնց մի հավադակ, ամեն տեղ հայարուն կթապեն, ինչ բան, ինչ միտվից, ինչ դիարբեկիր, խենթեք ինչ է, լերները։ Չի կարելի։ Թախոսեն։ Արժան բեք։ Չեք կամենամ մի երկու խոսք ասել ձեր հայրենակիցների անունից։ Ինչ ասեմ։ Արդարությունն ու ողջամտությունը երբեմն ընդունակ են լինում հաղթանակ տանելու, ինչպես պարզում է նույնիսկ Թուրքիայում։ Ես ուրախ եմ ձեզ համար։ Ուրախ եմ թուրք կառավարության համար։ Ձեզ համար ուրախացեք, սիրելի Վարուժան բեկ։ Հանգիստ թողեք կառավարության։ Ուրախ եմ, որ նա խուսափում է մեծագույն խայտառակությունից, երկրորդ Ադանայից։ Իսկ այս մեկը, որքան ես հասկացա, շատ ավելի մեծ չափեր էր ունենալու։ Սա է ձեր շնորհակալությունը։ Դուք հավանաբար հեգնանք եք տեսնում խոսքիս մեջ, իզուր, ինչ որ ասացի սրտանց, ես ուրախ եմ ձեզ համար։ Երբ կարող ենք մեկնել Չանգարեից։ Երբ որ կամենակ, թեկուզ հենց հիմա։ Սակայն հրամայված է 5 հոգու թույլտվություն չտալ։ Սա ծանր պահ է ինձ համար, բայց կարծում եմ թաքցնել կամ ձգձգել իմաստ չունի։ 5 հոգի կմնան Չանգարեում։ Ես կամ այդ 5-ի մեջ։ Առանց ազգանունի ես ինչպես կարող եմ պատասխանել։ Էկմեկչյան ցուցակում չկա։ Հասկացա։ Մեկը ես եմ, մյուսը Ռուբեն Սևակը։ Մնացած երեքի անունները տվեք։ Վարուժան բեյ, ես տեղեկություններ ունեմ, որ դուք այստեղ եք շարունակում բանաստեղծություններ գրել։ Որոնք բռնագրավում են ձեր ոստիկանները։ Մի զարմացեք, սիրելի Վարուժան բեյ։ Նրանք անգրագետ են եւ վախենում են, երբ դատարկ թուղթը լցվում է տառերով։ Հասկանում եք, նրանք բնաստորեն են վախենում, ենթագիտակցորեն։ Այդ թշվառներն անձամբ ձեր դեմ ոչինչ չունեն։ Նրանք իրենց սեփական վախի դեմ են կռվում։ Իսկ դուք ինչու եք վախենում։ Հանրաբար նրա համար, որ Սորբոնն եք ավարտել։ Ցավում եմ, որ դուք մարտահրավեր եք նետում կառավարությանը։ Մենք ձեզ չենք ակսորել Չանգարը, որ դուք ձեր կամքի ուժը ցուցադրեք եք հավատը ապագայի նկատմամբ։ Մենք ձեզ ակսորել ենք, որ կոտրենք ձեր ոգին։ Ուրեմն ենթարկվեք ակսորի տրամաբանությանը։ Շատ եմ խնդրում, Վարուժան բեյ, բարեկամաբար եմ խնդրում։ Հավանաբար դուք կցանկանայիք թափանցել նաև իմ մտքերի մեջ։ Կանտում ինձ սովորեցրել են, որ դա անբարոյականություն է։ Չեմ կարծում, որ Սորբոնում այլ կերպ են մտածում։ Եթե դուք գրեիք ակսորի մասին, եթե դուք գրեիք ձեր հայրենակիցների ծանր ու անհուսալի վիճակի մասին, ես մի կերպ կհասկանայի ու կներեի ձեզ։ Բայց դուք լուսավոր բանաստեղծություններ եք գրում։ Դուք գրում եք մշակի վաղվա խաղաղ աշխատանքի մասին։ Ես դες չեմ հասկանում, Վարուժան բեյ, չեմ ընդունում եւ նույնիսկ դատապարտում եմ։ Ինչ իրավունքով եք ձեր գլուխը ջալամի պես թաղել ավազների մեջ։ Ինչի վրա եք ձեր հույսը դրել։ Չգիտեք, որ այն մարդիկ, որոնց քիչ առաջ ներում շնորհեցինք, նույնպես դատապարտված են մահվան։ Եթե չգիտեք, ասեմ, որ այս օրերին Երզնկայում կոտորել են 25000 հայ, Բարգութում 17000, Խարբեթի վիլայեթում 18785, Բանում 25700։ Բավական է, իսեր Աստծո։ Գոնե ձեր ժողովրդին խղճացեք։ Թույլ մի տվեք, որ ամոթի խարանը հավերժ մնա նրա ճակատին։ Դուք ոչ թե մտավորական եք, այլ մահվան հաշվապահ։ Հանուն իմ հայրենիքը ես պատրաստ եմ ամեն ինչ լինել։
թեկուզ մալան աշխատա։ Ես պատրաստ եմ ունեցածը նվիրաբերել եւ նույնիսկ ձեզ նվիրել։ Այդ հողը չեն նվիրում Վարուժան բեյ։ Ուրիշի հողին աչք տնկելը ամենամեծ հանցանքն է Ալլահի առաջ։ Ալլահի։ Այդ դեպքում ինչու եք մեզ նվիրում դեր զորը։ Ի տարբերություն հայկական անհարմար եւ անպտուղ շրջանների գրում է ամերիկյան թերթը, ամերիկյան եւ ոչ թուրքական։ Դեր զորը հիանալի եւ բարեբեր երկրամաս է Սիրիայում, որի կլիման նման է Ֆլորիդային եւ Կալիֆոռնիային, ուր Նյու Յորքի միլիոնատերերը գալիս են առողջանալու եւ հանգստանալու։ Իսկ դուք գիտեք թե արաբերեն ինչ է նշանակում Դեր զոր։ Անտառի դղյակ։ Տեսնում եք ինչ գեղեցիկ է հնչում, անտառի դղյակ։ Այնպես որ շնորհակալ եղեք։ Անտառի դղյակ թե եղբայրական գերեզմանոց հայերի համար Դեր զորի անապատներում։ Մենք այս հողի բնիկ ժողովուրդս գրկաբաց հյուրընկալել ենք եկվոր հայերին։ Հնարավորություն եք տվել բարգավաճելու ու երջանիկ լինելու, իսկ դուք փոխանակ երախտապարտ լինելու անխնա շահագործել եք թուրք աշխատավորին։ Ինչու եք ստում ինքներդ ձեզ։ Ստեք, խնդրեմ, էլի ստեք, բայց ինչու եք հավատում այդ ստին։ Գուցե այն էլ է սուտ, որ դուք ապրում եք ժողովրդների եղբայրական ընտանիքում, իբրև այդ ընտանիքի իր ավավասար անդամ, բայց դուք չտանկացաք մեր եղբայրական ձեռքը սեղմել։ Գուցե այն էլ է սուտ, որ դուք գաղթագող թիկունքից հարձակվեցիք մեր խաղաղ բնակիչների վրա, բայց միևնույնն է, մենք ձեզ կստիպենք մտերմանալ թուրք ժողովրդի հետ, որքան էլ ընդդիմանաք միևնույն է կստիպենք։ Այսինքն ջարդ, կոտորած, հավատափոխություն, սա չէ եղբայրություն բարի թուրքերեն թարգմանությունը։ Մենք մեծ նպատակներ ենք դրել մեր առջև, իսկ դուք ձեր մանրամունը խնդիրներով ճգնում եք շեղել մեր ուշադրությունը։ Ինչ եք դուք մեծ կայսրության առաջ, ողորմելի փոքրամասնություն, ինչ եք արդեն ոտքի տակ ընկնում, անբարոյականություն։ Եթե իրենց անուններով կոչենք ձեր հավատն ու լավատեսությունը անբարոյական։ Այո, ձեր հավատը եւ լավատեսությունը։ Ես շատ կցավեի, եթե դուք ինձ հասկանայիք, դա իմ պարտությունը կլիներ։ Իսկ այդ երբ է իշխանություն բանաստեղծ հակապարտության մեջ հաղթել բանաստեղծ։ Միշտ, երեք էլ այսօր էլ, վաղն էլ։ Դուք ձեր բարոյական հաղթանակներով հպարտացեք, ես գործնական արդյունքով։ Դուք ձեր բարոյականության վաղը արձանեք վաստակելու, իսկ ես մոռացության մատնվելով հանդերձ երկիր եւ ժողովուրդ։ Հիմա ով է իսկական հաղթողը, ես թե դուք։ Ես։ Անշուշտ, ես։ Երբ վաղը ձեզ մահվան տանեն, խոստանում եմ ձեր բանաստեղծությունները անվնաս վերադարձնել։ Այն կարող եք տանել ձեզ հետ։ Ոչ, նրանք կմնան ձեզ մոտ, որպեսզի միշտ հետապնդեն ու հալածեն ձեզ։ Այդ դեպքում ես ստիպված կլինեմ դրանք վաճառել մի մսավաճառի։ Եվ բանաստեղծությունը այլևս չի մնա։ Երեք կար, իսկ այսօր չկա։ Եվ այսպես, 5 հոգի կմնան Չաղղերեում։ Կարդացեք ցուցակը։ Վահան Քեհեյան, Ուրվացի երկաթագործ, Դանիել Վարուժան, վարժապետ, Օնիկ Մաղազաչյան, կազմարար, Ռուբեն Սևակ, բժիշկ, Հարություն Բեկմեզյան, Օրթագյուղցի հացագործ։ Գնացինք։ Ես։ Ես երկրի ամենամեծ մաքսանեն գերերումը, ես այդ հինգի մեջ չկամ։ Քո անունը ցուցակում չկա։ Ուրեմն ես ոչինչ չարժեմ, հա? Ինչ է, մոռացել եք, թե ինչ վնասներ են տվել ես երկրին։ Ծխախոտի մի գործ չի եղել, որ իմ մատը խառը չլինի։ Մոռացել եք, քանի թորք զինվոր եմ սատկացրել։ Թե այդքան ճարպիկ եք բռնեիք, էլի։ Քանի հոգու կաշին եք քերթել, որ գտնեք ինձ։ Քանի հոգու եք ստիպել, որ մատնեն։ Դե հիմա ձեր ձեռքում եմ, էլ ինչ եք ուզում։ Իմ անունը ցուցակում չկա, այս հացագործները ցուցակում կա, բայց երկաթագործ ես կազմարարը, ովքեր են այս խեղճ կրակները։ Կներեք եղբայրներ, ես ձեր դեմ բան չունիմ։ Դու ինձ են ասա, աղա։ Երկան, Միշյանի անունը լսել ես, գիտես ինչ տղա էր, այդպիսի քաջ մարդ, այս հողը դեռ չէր ծնել, այդպիսի սիրուն տղամարդ այս հողի վրայով դեռ չէր քայլել, երբ Միրճանն ընկա, ախ, են ոնց ընկա, գնդակը ոնց սիրտ արեց կպավ գլխի, փրված էին
Բիակներ, մանուկներ, ոսկորներ, գարվերներ, գգռային, վերերեն, վերերեն, վերերեն։ Երբ Միրջանն ընկավ, մաքսատան պարեկները ոչ միայն զենքերը ցածրեցին, այլև նրա դիակի շուրջը եղբայրացան մեզ հետ, թաղումը միասին արեցինք, այնպիսի փառավոր թաղում, որ ամեն մեկը երանի կտար, միայն երդվեցրին, լսում ես, թշնամին երդվեցրեց, որ Միրջանի բաժին ծխախոտը լրիվ իր ընտանիքին հանձնենք։ Ապա ինչ ես կարծում, աղա, դեռ ինչեր կան ես աշխարհում, որ դու ոչ գիտես, ոչ էլ դիմանաս։ Քո անունը ցուցակում չկա։ Ախր, այս բանդում քողեր էլ կան, հանցագործներ էլ, և դու լավ գիտես, թե դրանք ովքեր են, մեկ առ մեկ գիտես, բայց չէ, դու դրանցից չես վախենում, քեզ լավերն են պետք, քեզ ամենալավերն են պետք, քեզ միշտ էլ ամենալավերն են պետք, քեզ միշտ էլ Վարուժան ու Սևակ է պետք, Վարուժան ու Սևակ, Վարուժան ու Սևակ։ Անոնը ցոցակում չկա։ Ես քեզ այսքան բան պատմեմ, ու դու չհասկանաս, որ ինձ չի կարելի ազատ թողնել։ Ես քեզ այսքան բան պատմեմ, ու դու չհասկանաս, որ ինձ չի կարելի ազատ թողնել։ Ինձ չի կարելի ազատ թողնել։ Շուտերը հասիր, քաներ, ամեն անգյունը ուրվագանդերու պես կհետև են մեզի։ Ովքեր։ Աքսորյալները, անոնք չեն ուզեր մեզի մենակ ցկել, բայց ոչ տուն, ոչ ալ ես արժանի չենք այդ զողությանը, Դանիել, կացեք, հեռացեք, իզոր մի պախվնիկ, կինեմ որոսեք, կեզ գամ ծեր շունչը ծոզրագիս վրա, կացեք, հեռացեք, խենթություն միրեք, կաղաչեմ ծեզի, ես ալուշ չունիմ, Դանիել, ես ալուշ չունիմ։ Կացեք, հեռացեք, ինչ է կիշերցրեք, մեր ետևեն կդարնակ։ Մեզի հետ ծեր մնալն ինչ օգուտ, կրնակ պրգել մեզ, չեք կրնար, չէ, գիտեք, որ չեք կրնար, ալին ծյութի պես պակեր մնացեր եք այս անիցյալ չուղին, ես ծեզի պիտի սեմ ով է թուրքը, իսկ եթե անգարդ միտքը փոխ է, ու ծեզի ազատ չծկե, որուն վրա դրել եք ծեր ույսը, որուն, դուք ինչ մարդ եք, Թունություն չունիք դուք, եսասիրություն չկա ծեր մեջ, ծեր շապիկը, ծեր մաշկին, մարդ չէ ավելին, ինչու չեք պախիր, ինչու խուճապի չեք մտնվիր, ինչու իրարքենին չեք զարներ առաջ անցնելու համար, գիտեք ինչպես պիտի սիրեի ծես, գիտեք որքան հանքիստ պիտի լայի ծեզի համար, պիտի հեռանակ թե ոչ, չեմ ուզր տեսնել ծես, կադեմ ծես, Ձեր անսվությունն ալ, առակենությունն ալ, ձեր այդ մաքուր աչքերն ալ, հեռացեք կսեմ ծեզի։ Ես գիտեմ, ինչ է ձեր ուզած ինձ մե, կեղեցիկ խոսք մա, մերնել են առաջ, մահնալ կուզեք կեղեցկացնել, ամեն ինչի մեջ տեսնել վեհա, բարձրակույնը, մահի մացյալ անմահությունը չկալ գիտեր ով ասած է, չկալ գիտեր ինչ կնշանակ է, բայց ձեր սրդին մեջ նստած է այդ խոսքը, ձեզի հետ է ծնած, սերունդ է սերունդ անցած, իսկ փոխարենը ինչ տված է ձեզ, ինչ։ Շատ կուզեք, ուրեմն լսեք, կշտացեք։ Բազում ես գերու պատմության մեջ, ես չկրծա գտնել ազգմը, որ հայու պես դոգուն և զորավոր եղած ալար նկարակրով,
Ծանր ձեռները չախչախեցին իր կանգը, բայց ան կրծավ ստեղծագործել։ Կոտրեցին յուր փազուկները, բայց ան իր ակրաներով բացավ իր սրդին ագոսները, յաթղանի, հրացանին զակներու հարվածներով պատրեցին յուր կուրծքը, ծակցկեցին ամբողջ մարմինը և սակայն չկրծան մերցնել զինքը, սիրտը կփափախեր տագավին այնքան ուժգին, որքան առույթ երիտասարդ հիմա սիրտը պիտի ապրի հայը, ցորչափարած է իր քրչին, որ կարդահայտ է ստեղծագործ միտքը իր բային, որ աշխատասիրությունը կհատկանշե, և իր սենքին, որ միակ գործիքն է սորավորության։ Քիչ առաջ ես ծաղրել կփորձեի ցես, բայց կտեսնեք հագրակի պես էլ քեզ չխոսեցա, կարծես։ Ուրեմն ափսոս։ Ափսոս։ Ես ալ ցեզի պես մեկն եմ։ Ես ալ կարոտ այս խոսքերուն։ Մնաք բարով հերինագիցներ, երջանիկ ապրեք, ես պիտի մեռնիմ, Հայաստանի պատկերը բիբերուս մեջ։ Ինչ գեղեցիկ լուսաբաց է, բայց դուք այն երբեք չեք տեսնել։ Հանվեք, հանվեք, հանվեք։ Բայց ոչ մեկնելիք չունենք այս գիշեր։ Եթե չկեին որ ապրին, գոնե 10 տարին ինձ կտրի ես ավելի լավ կկրնեին, գուցե նույնիսկ ավելի դանդավոր, իմ բանաստեղծությունները մեկ մյուսն ավելի փայլուն գլային, քոնամ սարսանի պես կոար մնալի ես պիտի ստեղծեի, իսկ իմ ապերի մնան այնպես ինչպես որ են ոչ ավելի լավ, ոչ ավելի տանի եմ։ Մեր գյուղին դպրոցի մեր Աշակերտներու ամեն մեկուց է փոքրիկ գրադարան բխված էր, որան այդ պերքին գրված, այսինքն իրենց չի ծածը միակ, շերջերանիսներ շարունակեց այդ ուգային ոչ մեկ տար չեր ավենալ, իսկ եթե հկաց մեկն գրադարագին ավենալ դա, երբ սա, կինես ինչ հրաշք ենալ իգան։ Կերագարը ես օրեցա, մորս սիրելիցուն գերում վրա, հետո հասկացա, որ մայրը լավ կամ բանաստեղծ միևնույն բանն է, իսկ յանքս գիտես ինչ ես անցավ։ Գլուխս թաթախված չերթողական աշխարհի մեջ եւ միջավայրներս թաղած փոքսերուն ճահիճը։ Թունին, եթե զիս սպանեն, գուցե ես վախես բորը, չմեղադես, չեմ ուզեր վերջին պահին քեզ մտածես իմ մասին։ Ես ալ կվախնամ, Ռուպերտ, գուցե ես ալ վախես ամոթալ բանն եմ։ Անչարդ, հայկյան, նավասարդյան սրտումերուն, արևապարախ, ալ վերացնե պարատակներեն, և պարարագոչ կնալդար, հանուն ուժին, հանուն կերին, մդիր մեխիյան աստվածներուն, ջահը ծրկիտ բագնեբագին, համասապրե խուր վարիյուն, և պարցացուր անայդիկ ձիձեր նիվել, պաժագըտ նուր, հետո զողվող կրտողներուն սրտին վրա, լեցուր, զիմենք, հանուն սերին,
քուհին ցեղիտ մարմարեն կույս, մենք զավակները տոգոստապար, պիտի կերտենք նոր աշխալույս։ Տեսնես, սերունդները ինչ պիտի մտածեն մեր մասին, պիտի ուզեն կարդալ մեզ, չպիտի սեն ինչ հնապույր ու միամիտ։ Չպիտի գարդան թող չգարդան, բայց քոնե թող հիշեն, որ իրենց մե առաջ եղած են երկու հայտ տղաներ, Թանել ու Ռոբեն, որոնք կսիրեին իրենց հետնորդները, կսիրեին խենթի պես, մեծ ու անսահման սիրով, իսկ հետնորդներ պիտի լանթանեն։ Անոնց վշատերը պիտի կոչվին Ռոբեն ու Թանել։ Իսկ եթե ասեմ գուզեմ, որ մեզի գարդան, գուզեմ, որ մեզի հիշեն, շատ ամոտ կլն։ Միայն թե մեզ չհիշեն սոս որպես նահատակ բանաստեղծներ, նահատակները միշտ այդ սեր ու կարեկցանք վայել են, ինձի ոչ այդ սերն է պետք, ոչ կարեկցանք։ Իսկ արդյոք պիտի հասկանան մեր դարաբանքները, ցավերը, փոքրիկ ուրախությունները, որևէ բան պիտի սեն անում, որևէ օգուտ պիտի տան անոնց, գոնե քարմը պիտի հանեն անոնց ճանապեն։ Կնոջս, զննդաբերելու օրեր են, տղա պիտի բերել, մենք այդպես պայմանավորված ենք, խոշոր տղա։ Թանել, երբ մեզ այստեղ են դանին, խոստացիր, որ միշտ միասին գլանք, կողք կողքի, տես, չհեռանաս ինձ մե։ Ինչ շուտ բացվեցավ լույսը։ Եթե պորամ գլսեն անոնք, ովքեր, անոնք, որոնց մասին քիչ առաջ գխոսեինք, ուրիշ Թանիելմը, ուրիշ Ռուփենմը, չէ Թանիել, ինչ կուզես ասե, դու նա լավ բանաստեղծ ես, եսա, Դուք իրավունք չունիք մեզ մոռնալու։ 1915 թվականի օգոստոսի 26-ին մեր երկու տարակալ բանաստեղծներին իջեցնում են մերձակալձորը։ Զգեստներն ավարը վերցնելու համար մերկացնում են նրանց, ապա դաշումները հանած հարցակվում են իրենց անզեն ու անպաշտպան զոհերի վրա։ Վարուժանն ինքնապաշտպանության է դիմում, և իբրև պատիժ ոչրագործները սպանությամբ չհագենալով փորում են նաև բանաստեղծի աչքերը։